Արդեն մի շարք կուսակցություններ ահազանգում են, որ հանրապետական կուսակցությունը կամ գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանն իր մերձավորների հետ փորձում է ուղղորդել քաղաքացիներին, ինչ կարող եք ասել այս մասին։ Ես ճիշտն ասած նոր եմ արթնացել, ընտանիքիս հետ եկել եմ ընտրության, չգիտեմ, որ քաղաքական կուսակցությունները ինչ են հայտարարում, բայց ես ճիշտն ասած անցել եմ քաղաքի երկայնքով, ուղղակի մարդկանց կուտակումների ակտիվություն եմ նկատում, ոչ մի բան տեղյակ չեմ, ինչի մասին եք ասում եւ ինչ է նշանակում ուղղորդել ու որտեղ են ուղղորդում։ Ընտրատեղամասերում։ Հա, չգիտեմ, տեղյակ չեմ։ Ինչպես է գնահատում ձեր հնարավորությունները այսինքն։ Այսօր գնահատելու օրը չի, այսօր սպասելու օրն է, իսկ արդյունքները կլինեն երեկոյան կողմ։ Ինչպես եք սպասում, անհանգստություն կա կամ հույսեր։ Չէ, անհանգստությունը զուտ կապված է, որ օրը անցնի խաղաղ, ես այսօր նաև գրառում եմ կատարել, ընդամենը խաղաղ օր եմ կամեցել, ուրիշ անհանգստություն չունեմ։ Կատարեցիք ձեր քաղաքացիական պարտքը, հանուն ինչի քվեարկեց։ Հանուն այն Վանաձորի, որ գալու է վաղը, հանուն մեր երեխաների Վանաձորի։ Պարոն Ասլանյան, հետաքրքիր է, ինչ չի արել նախորդ քաղաքապետը, որ դուք գալու եք երկյանքի։ Ճիշտն ասած, ես այսօր քաղաքական մեկնաբանություններ տալու, իհարկե ցանկացած նախորդ կիսատ թողած կամ չարած գործեր ունի, իսկ ցանկացած հաջորդ պարտավոր է որակական նոր աստիճանի լինել, ընդհանրապես եւ գործելավոճով, եւ ծրագրերով, հետեւաբար կյանքը զարգացման մեջ է, որ գեղեցիկ է, իսկ թե ինչ ունի կամ արած կամ չարած, այսօր դրա մեկնաբանության օրը չի։ Հաշվի առնելով, որ Վանաձորը միշտ չէ հանրապետականը հաղթանակ է տանում, մտահոգություն ունեք, որ հնարավոր է։ Ձեր տեղեկությունները սխալ են, հանրապետականը կամ հաղթանակ է տանում կամ չէ, այսօր ես առաջադրվել եմ, որպեսզի վաղվա Վանաձորը կարողանանք միասին միահամուռ ուժերով կառուցենք, այսօր Վանաձորը ընտրում է ոչ թե կուսակցապետ, այլ Վանաձորը ընտրում է քաղաքապետ, եւ այդ քաղաքապետը լինելու է ոչ միայն մի կուսակցության, այլ բոլոր վանաձորցիների քաղաքապետը։ Պարոն Ասլանյան, դուք բոլոր տեղամասերում վստահված անձինք երևի թե կունենաք, նրանք ինչ առաջադրանք են ստացել, հետևելու են, որ ընտրությունները այսպես օրինական ընթացան։ Ես նույնիսկ իմ բակային հանդիպումների ժամանակ եմ ասել, որ այս ընտրությունները ես եմ հանրապետական կուսակցություն այսօր ներկայացնում, այս ընտրությունները անց են կացվելու թափանցիկ, մրցակցային եւ արդարության սկզբունքով եւ այն նախապես հնչած կեղծ հերյուրանքները այսօր տեղ չեն գտնելու այս ընտրությունների մեջ։ Պարոն Ասլանյան, եթե ընտրախախտում գտնենք օրվա ընթացքում դիմենք ձեզ։ Ինչի՞ց դիմեք իրավապահ մարմիններին, դիմեք ես երկիրը ու իրավապահ համակարգունի ինձ ինչի դիմեք։ Ոչ, ես չեմ արել այնպես, ասում եմ, այդպես են անցնելու, դա անում է պետությունը, դա անում է իշխանությունը եւ այն ուժերը, ովքեր կազմակերպում են ընտրությունները։ Ես անձը ինքը իրավակարգչի, ես երկիրը ունի իրավակարգ եւ ըստ իրավական գործող համակարգի, ըստ օրենքների ընտրությունները անցնելու են արդար, թափանցիկ եւ որակական ավելի նոր աստիճանի, քան նախորդ բոլոր ընտրությունները։ Պարոն Ասլանյան, հանրային տրամադրությունները ցույց են տալիս, որ հանրապետական կուսակցության նկատմամբ հանրությունը տոտալ անվստահություն ունի։ Այս առումով չմտահոգվեցիք, երբ ձեզ առաջարկ եղավ։ Ոչ, չմտահոգվեցի, քանի որ ես գիտեմ, որ ես իմ կերպարով, ես իմ թիմով փոխելու եմ նույն հանրապետականի եւ իշխանավորի նկատմամբ ձևավորված կարծրատիպը։ Այսինքն ընդունում եք, որ հեղինակազրկված Ոչ մի բան չեմ ընդունում, այսօր ես ուզում եմ բարձր տրամադրություն կամենամ բոլորիդ եւ ընտրությունների հաղթական ավարտ, հաղթանակ Վանաձորի համար։ Շնորհակալություն։ Եթե ուրիշ մասնակից հաղթի, կսեղմեք ձեռքը մյուս տեխնատոյի։
Ես հանդուրժող մարդ եմ, ես իրավաբան եմ, եթե օրենքի սահմաններում ցանկացած մարդ ընտրվի քաղաքապետ, բնականաբար նա կլինի նաև իմ քաղաքապետը։ Ես էլ բոլորի քաղաքապետն եմ լինելու։ Շնորհակալություն։ Բնականաբար։